Բարի օր ժողովուրդ ջան։ Այսօր որոշել եմ պատրաստեմ գուլաշ սուպը։ Գուլաշ սուպը դա ծագումով հունգարական է, բայց ես պատրաստելու եմ գերմանական բաղադրատոմսով։ Գուլաշ սուպին վերցնում եմ տավարի ազդրամիս 800 գրամ։ Վերցնում եմ 2 գլուխ սոխ, միջին չափի, քառակուսիներ կտրատած, 5 հատիկ կարտոշկա, միջին չափի, քառակուսիներ կտրատած, կես բուլղարական կարմիր պղպեղ, կես դեղին պղպեղ, էլի քառակուսիներ, եւ վերցնում եմ գազար, այսպես կլոր կտրտած, այս հաստության, որպիսի գազարը փափկի, այսպիսի հաստություն, եւ կես ծիծակ եմ վերցնում, կծու, պղպեղ, վերցնում եմ որպես համեմունք, գի, չորացրած պտուղներ եւ վերցնում եմ ռոզմարին չորացրած։ Ինձ թվում է բոլորիդ էլ ծանոթ է։ Այսքանը վերցրել եմ 50 գրամ կարագ, հալել եմ, արդեն պատրաստել եմ սիրելիներս, հիմա պետք է միսը լցնեմ յուղի մեջ եւ տապակեմ առանց ջրի։ Մնացածը ցույց կտամ ընթացքում, սիրելիներս։ Հիմա սիրելիներս, ես պատրաստելու եմ գուլաշի հիմքը, կոչվում է գուլաշ բազիս։ Ասենք ծախում են էդի սուպերմարկետներում, մարդ կարա գնի, բայց ես ինքս եմ պատրաստում ու ուզում եմ ցուցադրեմ ձեզ, որ դուք էլ պատրաստեք։ Հիմա սիրելիներս վերցրել եմ 1 ճաշի գդալ տոմատ, լոլիկի փաստիետ, տենց ասեմ, կես թեյի գդալ սև պղպեղ աղացած։ Հիմա վերցնում եմ 1 թեյի գդալ մանդամին, սոուսը բինդը, որ սոուսը պնդասնի, կարմիր պղպեղ, ասեմ ձեզ 2-3 թեյի գդալ, այսպես, կարմիր պղպեղ, տոմատը քիչ եմ վերցնում, 1 ճաշի գդալ, բայց պղպեղը վերցնում եմ շատ, որ թթու չլինի տոմատով։ Հիմա պատրաստում եմ բազիսը, սիրելի հետևորդներ, ինչ որ տեսակ լցրել եմ, հիմա մի քիչ ձիթապտղի յուղ եմ լցնում, որովհետև պետք է պատրաստեմ յուղով։ Դե հիմա սիրելիներս, մեր միսը նայենք ինչ վիճակի է, պետք է հլը էփի։ Մսի ջուրը ցամաքեց, այսպիսի տեսք ունի մեր միսը, մի քիչ յուղի մեջ տապակեցի, հիմա մի 2-3 րոպե։ Միսը եփել եմ 40 րոպե, 40 րոպեից յուղը մնաց, ջուրը ցամաքեց։ Հիմա արդեն գցում եմ սոխը։ Մեր միսը սոխը տապակվեց, հիմա պետք է վերցնեմ 1.5 ճաշի գդալ հաճարի ալուր, այսպես, 1.5, ձեզ ասեցի, որ վերցնելու եմ գի, չորացրած պտուղներ, ռոզմարին, րոպե այսպես խառնեմ, ջուրը կլցնեմ, սիրելիներս, ու ջրից հետո կլցնեմ մեր պատրաստած հիմքը, որ պատրաստել էին գուլաշի հիմքը։ Հիմա մեկ հատ էլ կլցնեմ, որտեվ սա քիչ է շատ։ Հիմա կլցնեմ մեր պատրաստած հիմքը, մի հատ կխառնեմ ու էլի ջուր կլցնեմ։ Հուծվի ջրի հետ, գեղեցիկ գուլաշի գույնը արդեն ցույց է տալիս։ Ինչպիսի գեղեցիկ սիրուն գույն է ստանում, եփելուց հետո ավելի պարզ կերևա։ Հիմա թողում ենք եռա,
միսը ավելի փափուկ դառնա, սիրելիներս, այս գուլաշի միսը պետք է փափուկ բերանիդ մեջ հալվի։ Հիմա սիրելիներս, արդեն պետք է լցնեմ կարտոֆիլը։ Հիմա կթողնեմ կարտոֆիլն ու գազարը մի քիչ էփեն, մի քիչ փափկի, քիչ կարտոֆիլը, կարելի է ասել կիսաէփ լինի, հետո նոր կլցնեմ պղպեղը։ Համ տեսելը չմոռանամ ձեզ ասեմ, աղը ամեն մարդ անում է իրեն բերանի համով։ Միսը էփվեց ջրի մեջ, սիրելի հետևորդներ ջան, ուղիղ 30 րոպե։ 30 րոպեից մի հատ կփորձեք մսի փափկությունը, պետք չի որ շատ փափուկ լինի, որովհետև հələ կարտոֆիլի ու գազարի հետ պետք է էփվի միսը ու պղպեղի հետ, սիրելի հետևորդներ ջան, ամեն ինչի մեջ մի քիչ զգուշավոր, այս ճաշը, այս կերակուրը սիրում է, որ իր հետ անընդհատ իր կողքին, իր հետ զբաղվես, սրտով էպես, հոգով, որպեսզի շատ համեղ լինի, սիրելիներս։ Սիրելիներս, գցեցի պղպեղը, դուք տեսաք արդեն կտրտած, պատրաստ դրած։ Հիմա 15 րոպե ժամ եմ դրել միջին կրակի վրայով։ Ասեմ իմանաք, սիրելի հետևորդներ ջան, որ գուլաշը միշտ եփում ես ոչ բարձր, ոչ ցածր, միջին կրակի վրա։ Ու վերջում կնայեք իր խտությունը, գուլաշի խտությունը, ինձ թվում է 15 րոպե հետո արդեն իր խտությունը նորմալ կլինի։ Ես բոլորին ասել եմ, մի քիչ մանդամին կլցնեք մեջը, կպնդացնի։ Սիրելիներս, ոչ մի տեսակի թարմը կանանչի այս գուլաշի հետ չեմ դնում։ Միայն ռոսմարինի չոր, ուն վերջ։ Ու ոնց որ ասեցի ձեզ, գիի պտուղներից չորացրած։ Նայեք, սիրելի հետևորդներ, միսը անգամ այսպես գտալով կարողանում ես բաժանել իրարից։ Իմ սիրելի հետևորդներ, անմահական համ ունի, համը տեղը, աղը, ամեն ինչը, պղպեղը, ամեն ինչը տեղը տեղին, միսը բերանիդ մեջ հալվում է։ Մեզ ինչ է մնում, սիրելի հետևորդներ ջան, տարածել, հավանել և հետևել։ Մնացեք Ռոզա տատիկի հետ, ձեզ բոլորից շատ սիրող Ռոզա տատիկ։